Politic.eu-ն հայտնում է, որ այսօր տեղի ունեցել մահափորձ Բելգիայի պրեմիեր-մինիստրը Բարտե Վևերի նկատմամբ։ Պարզվում է, որ 3 հոգի ներառված են եւ նրանք ցանկացել են տերորիստական գործողություն կատարել, սպանելով բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավորապես Բարտե Վևերին։ Ընդ որում ասում է, որ այդ մասնակիցները ջիհադիստներ են, սակայն զարմանալին այն է, որ Բելգիայի պրեմիեր-մինիստրը բազմիցս քննադատել է Նեթանյահուին եւ աջակցել Պաղեստինին։ Այստեղից կարելի է եզրակացնել, ինչպես բազմիցս անդրադարձել եմ, որ բոլոր այս տերորիստական կազմակերպությունները կազմավորվել, ձևավորվել, սնվել են Իսրայել, Թուրքիա, Ամերիկա համագործակցության արդյունքում, այսինքն այն, որ հայտնում են, թե տերորիստական գործողություններ են եղել եւ տերորիստներ են հայտնաբերվել, ինչպես նաեւ այն տերորիստական խմբերը, որ իրենք ներկայացնում են, դրանց հայրենիքը վերապատրաստման դա Թուրքիան է, իսկ սնուցվում է Իսրայելի եւ Ամերիկայի կողմից։ Բնականաբար այս գործողությանը անմասն չի մնացել Մոսադը, քանի որ բոլոր նրանք, ովքեր որ այն պաշտոնյաները վերջին ժամանակներում աջակցել են Պաղեստինին, իդեմս Իսրայելի, բոլորին սպասում է նման ճակատագրեր։ Այդպես եղել է նաև Ջոն Քենեդու նկատմամբ։ Նա ով առաջին անգամ փորձեց Միջին Արևելքում ուրեմն ստեղծել իր համագործակցություն արաբական երկրների հետ, Իսրայելն ասեց առանց մեզ դա անել չես կարող։ Այդ ժամանակ վարչապետը Բեն Գուրիան էր։ Ջոն Քենեդին փորձեց չլսել եւ արդյունքում եղավ այն, ինչ որ մենք տեսանք։ Այդպես եղավ նաև երկու ուրեմն շենքերի հետ, այսպես ասած քույր շենքերը բիզնես կենտրոնում սեպտեմբերին Նյու Յորքում 2001 թվականին իբրև թե Ալ-Քայդան է արել, ծիծաղել է այնպես չէ, հանկարծ որ օվկիանոսից այն կողմ ինչ որ ինքնաթիռ է գալիս, հայտնվում է Նյու Յորքի տարածքում եւ իրենք չեն հսկում եւ այդ ինքնաթիռները կարող են մտնել ներս։ Բնականաբար սա նույնպես իսրայելական Մոսադի կատարած տերորիստական գործողություններ են եւ վերջում ավելացնեմ, որ տերորիստական գործողությունները դրանք բնորոշ են հենց միայն Իսրայելին։ Սկսած Թորահից, Բիբլիա կոչվածից 5 կտակարանից ամեն ինչում գրված է տերորի մասին եւ արդարացված է այդ տերորը, այն ինչ որ մինչեւ հիմա իրենք անում են իբրև թե Աստծո ընտրյալ ազգ են եւ կարող են անել այն ինչ ուզում են։ Այսպես են կառավարում աշխարհը։